Մեր զրույցը շարունակենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Ողջույն, պարոն Սուքիասյան, առաջին անգամ եք մեր տաղավարում, շնորհակալ ենք եւ նաեւ կարող ենք շնորհավորանքներից սկսել, որովհետեւ արդեն երկրորդ տարին անընդմեջ Մայր Հայաստան խմբակցության աշխատանքը գնահատվում է մեր երևանցիների կողմից ու արդեն մենք երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում ենք ըստ հարցումների։ Առաջին ես եմ ուզում նախ ձեզ շնորհավորել պրոյեկտի մեկնարկի կապակցությամբ, հատկապես նախընտրական շրջանում ինտերակտիվ շփման պահանջարկը մեծ է լինելու։ Ինչ վերաբերում է խմբակցության գնահատականը, ես կարծում եմ դա շարունակական է լինելու նաև հաջորդ տարիների հետ կապված, բայց բոլորն էլ գիտեն, որ մեր գործունեությունը սոսկ այդպես զուտ չի տեղավորվում դասական ավականու գործունեության մեջ, հա։ Չթվարկեմ այն աբսուրդ խնդիրները, որոնցով մեզ դիմում են այդ ու անդերձ այդտեղ ենք փորձում խորամուխ լինել։ Օրինակ, ասենք այդ խնդիրներից մեկը կասեք։ Դե ասենք կարող է զանգեն, ասենք գիտեք, Անդրանիկի թաղամասում հնդիկները շատացել են, զբաղվում են այդտեղ չապրեն օրինակի համար։ Դուք մինչև քաղաքական օրակարգ եւ անգամից շատ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, դուք մինչև նույն իշխանությունները ընդունում են քաղաքական պոլեմիկան ազգային ժողովից ոչ պակաս է լինում, երբեմն ավելի թեժ եւ ընդհանուր հարկադրված են լինում իշխանությունները հավելյալ բերետներ հրավիրել, որ մի կերպ հնարավոր լինի ինչ-որ թե լրացնել, բայց դրանից իրականություն չի փոխվում։ Իդեպ այս առումով Մայր Հայաստանը մի նորամուծություն էլ կատարեց քաղաքային ավականիում, քաղաքականացրեց իրադրությունը, իրավիճակը եւ օրակարգը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություններ Մայր Հայաստան խմբակցությունը քաղաքականացված իրականացնում, դա էլ նոր մշակույթ էր։ Իհարկե, ցավոք մեր կանխազգացողությունները արդարացան, որ ընտրություններից անմիջապես հետո մեկնարկեց Արցախի հայաթափումը եւ առավել քան արդիական էր մեր նախընտրական քարոզչության այն հիմքը, այն կոդերը, որ մենք օգտագործում էինք։ Եվ ժամանակի հետ էլ փառք Աստծո մենք մեր գործունեության քաղաքական բաղկացուցիչը միշտ բարձր ենք պահել, բայց նաև ուղիղ համեմատական ձևով որքան քաղաքական ենք եղել, այդքան սոցիալական ենք։ Այո։ Այսինքն չկա մի քաղաքացի, մի չգիտեմ, ասենք, չգիտեմ, զանգում ասում են, գիտեք, մեր հարևանը գոյուղատար այդ խողովակները անցկացնում է այդ լիֆտի հորանի մեջով։ Պետքա զբաղվել այդ հարցով։ Դա քաղաքական է ոչ, բայց պետքա զբաղվել, միանշանակ պետքա զբաղվել։ Այսինքն որքան քաղաքական ենք, այնքան էլ սոցիալական ենք։ Այստեղ մի կներես մի կարևոր պարոն Սուքիասյան բան նշեցիք, որ մենք դասական ավականու ֆորմատի մեջ չենք ձևաչափի, բայց ես կարծում եմ, որ Մայր Հայաստանը հենց դասական, այսինքն նորմալ ժողովրդավարական երկրներում անցալի դասական ավականու ֆորմատի մեջ է, ուղղակի այլ հարց է, որ Հայաստանում աղճատված է ավականու ինստիտուտը, բացարձակ այլ բան եմ պատկերացնում, ասենք ես իմ ընկալումները ասեմ, բանի հետ կապված, ավականու հետ կապված, ինչ ընկալում կա, հա, միջև էս վերջերս, որ պետք է ինչ-որ հավաքվում են ամիսը մեկ, ծանոթ բարեկամ, ազգ բարեկամ, ընկեր, ինչ-որ կնոպկեք են սեղմում, ինչ-որ որոշումներ կայացնում, ոչ մի ելույթ առանձնապես, ոչ մի թեժացում, միջև վերջերս այդ վիճակն էր, էլի, այսինքն քաղաքացիների խնդիրներին հազարից մեկ անդրադառնալ կամ չանդրադառնալ, կորել, իսկի համարներն էլ չգիտեին շատ դեպքերում, չէ՞։ Այո։ Այդ Հայաստանում ավականու ինստիտուտի դասական ընկալումը դա է, որից դուրս է եկել Մայր Հայաստանը եւ դարձել է իսկական դասական հավաkan։ Եվ որից ԿՊ-ն շատ նյարդայնանում է եւ բորբոքվում է եւ սարսափում է։ Սարսափն եք դուք փաստորեն Երևանի ավականիում ԿՊ-ի համար։ Իրենք ակնհայտ դիսկոմֆորտի մեջ են, որ եւ անգամից Երևանում որ կոնկրետ ասենք, այս ինչ կամ ինչ ավականու անդամին հանձնարարված է Մայր Հայաստանի դեմ թիրախավորված ինչ որ մի հատ սուտ կեղծիկ ցեխարցակում մի նողկալի տեքստ ասել, իհարկե դա միջապես հակադարձվում է, րոպեներ անց չի թողնվում ոչ մի բան, այսպես ասենք, անուշադրության մատնված, միևնույն ժամանակ էլ անկախ նայած ինչ քաղաքական պոլեմիկա այդտեղ կգնա, միևնույնն է ավականու նիստի վերջում, երբ որ գնում է հարց ու պատասխանի այդ ֆորմատը, մենք գրեթե ողջ խմբակցության կազմով շատ կոնկրետ խնդիրներ ենք առաջ քաշում, որոնք այնքան քաղաքական չեն, բայց դրանց համախումբը, դրանց
հավաքական առումով դրանց արկայությունը որոշակի քաղաքական արձանագրում է կատարում, որ ահա տեսեք, այս ինչ խնդիրներ կան եւ անմիջապես պետք է հրապարակային տրվեն հրահանգներ, որ գնան այդ խնդիրների օրինակ ասֆալտը քաղաքական է թե չէ։ Հիմա հասկա, ասֆալտը քաղաքական է, կոռուպցիա քաղաքական է, բայց այսպեսի մի բան կա, որ նոր ասացիք, մենք նոր իրական դասականը մենք ենք, դասական ընդդիմադիր ավականու կամ առասարակ ավականու անդամ լինելու այսպեսի մի նյուանս կա, որ դա չի համարվում աշխատանք, դա չի ենթադրվում 9-ից 6-ը գնալ այդ աշխատավայրը, չի վճարվում։ Շատ դժվար է գտնել հայթայթել քաղաքականապես մոտիվացված մարդկանց, ովքեր սոցիալական խանգարող հանգամանքներ չունեն եւ պատրաստ են զբաղվել դրանով, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, դա չի վճարվում, դա աշխատանք չի եւ անգամից քաղաքայիններին ապահովագրություն էլ չի հասնում։ Ինչը շատ սխալ է, ոչ մի արտոնություն չի հասնում, բայց падգամավորներին էլ չի հասնում։ Բայց դա դրանք աշխատավարձ ստանում են։ Իրականում մեր օրերում այդ ասֆալտի հետ կապված, քաղաքի խնդիրների հետ կապված, երբ որ դու տենում ես սոցիալական ցանցերում, այնպիսի մարդիկ են արդեն սկսել ցասում արտահայտել, որոնք քիչ ավելի իներտ են, ավելի անտարբեր են, ավելի, հա, այսպես լոյալ են իշխանությունների հանդեպ, դու հասկանում ես, որ արի ես մի քիչ քաշվեմ մի կողմ, իրանք լավ ասում են, որովհետև երբ որ ոչ մեկը չի խոսում, մենք խոսում ենք, հա, երբ որ մենք ասում ենք, որ օրինակի համար եթե դու մի քանի միլիարդ բյուջեով միջին նորոգում ես նախատեսում, բայց տեղ հսկմանը տալիս ես գրոշներ, մենք դա ասել ենք ամռանը, հա, կամ բյուջեն ընդունելուց, որ տեղ հսկողը թուղթ է ծախում, այդ գրոշներով չի կարա աշխատող պահի գնա ասֆալտի բիտումի որակը, ստուգի ասֆալտի հաստությունը, ստուգի տեսնի, ասենք եզրաքարերի այդ կարերը դուք ճիշտ եք տալի կամ դիտահորերը պատշաճ մակարդակի վրա են, թե չէ։ Երբ որ այդ ժամանակ մենք դա բարձրաձայնում ենք, մեդիաների մեյնսթրիմին դա հետաքրքիր չէ, որովհետև այդ պահին կոնֆլիկտ բան չկա, ճգնաժամ չկա։ Բայց երբ որ քո բարձրացրածի պատճառով որ A ստվերային է, B ձեր հետ աֆիլացված է, G տեղ հսկում չկա, ասես լավ ջհանդամ թեկուզ փեկուզ թող ձեր հետ աֆիլացվածները այդ փողը աշխատեն լավ, հա։ Մենակ թե տեղ հսկողը գնա հսկի նորմալ որակով գործ անեն։ Այ որ դա էլ չկա, մենք ժամանակին ենք բարձրացնում։ Հիմա մենք ակունքներին ենք միշտ անդրադառնում խնդրի, հետևանքները տեսնում են բոլորը։ Դա այս դեպքերում մենք մի փոքր համեստաբար հետ ենք քաշում, ասում ենք դե անսամբլով սկսեք, որովհետև մենակ ասֆալտը չի, դա ջրա հեռացումն է, դա ձյունամաքրումն է, դա չգիտեմ քաղաքի էկոլոգիայի վիճակն է, դա խցանումներն է, այսինքն մի ամբողջ համալիր խնդիրների այսպես շղթա է, որը քաղաքացիական ուղղակի դարձնում է։ Պարոն Սուքիասյան, իմ մոտ տպավորություն է, որ Երևանի կենսական նշանակության ենթակառուցվածքները ճանապարհներից սկսած վերջացրած գոյուղիներով կոլապսի եզրին է գտնվում։ Այսինքն մի քիչ էլ մեծանա, մի քիչ էլ մարդիկ շատանան, լրջագույն խնդիրներ առաջանալու Երևանում։ Հեռանկարային կառավարման, պլանավորման ծրագիր ԿՊ-ն ներկայացրել է դրանով առաջնորդում։ Օրինակ շենք, որ սարքում են, ինձ շատ հետաքրքիր էլի, ասենք Զեյթունում ենթադրենք սեփական տներ են, մի 4 հատ սեփական տուն առնում են, մեկ էլ տենում ես 30 հարկանի շենք։ Սեփական տների մեջ ոչ ինֆրաստրուկտուրա կա, ոչ նորմալ ճանապարհ կա, ոչ պարկինգի տեղ կա։ Այդ ոնց է լինում էլի, այդ որ տալիս են այդ բաները, ինչ են ասում, շինությունները, հա, այդ ինչ որ պլան կա, այդ պլանով են շարժվում, ինչ որ բացատրություն ներկայացնում են, թե փողի մունած վիճակն է։ Տալիս են, թե ամեն դեպքում իրենց սրտի օլիգարխներից պիտի լինի։ Դե ինչ որ փողմող ֆերմա պարոն Սուքիասյան։ Դե տարբեր խոսակցություններ կան, թե ինչ գնացուցակ եւ զեղչերի ճկուն համակարգը։ Կա, հա, այդ ընդհանուր խոսակցություններ կան, որ այդ կաշառքները տրվում են կրիպտոարժույթների տեսքով։ Այստեղ հնարավոր չլինի դա ֆիքսել։ Այսինքն նոր տեխնոլոգիաներ իրականում բերվել են հրացաններից։ Բայց եթե դա մի պահ դնենք մի կողմ, տպավորություն է, որ ինչ-որ մի հատ բարի փերիա նստած ընդեղ, ով դիմում է բոլորի շինթույլտվություն է տալիս։ Ես հիշեցնում եմ 24 թվականի սեպտեմբերին բերեցին քաղաքի գլխավոր հատակագիծ թունեցին զորով դժվարությամբ այն բանով, որ հատակագիծ չկար, քաղաքը անկանոն աճել էր, հիմա մենք հատակագիծը բերենք եղած վիճակին հարմարացնենք, ոչ թե հատակագիծ ընդունենք ըստ այդմ շնորհտվություն տանք։ Եվ նաև հատուկ ընդգծում են, որ
այդ հատակագծի ելակետային տվյալները ամբողջական չեն, այսինքն մենք կարող սխալվենք, էլի, այդ դե տեղ են թողնում, որ հետո ասեն, հա, իրենք են հայտարարում քաղաքը մոտենում է 1.200.000 ազգաբնակչության, քաղաքի փողոցների թողունակությունը չի հերիքում, ջրամատակարարումը չի հերիքում, կոյուղատարը չի հերիքում, հեղեղատարը չի հերիքում, բայց իրենք շարունակել են, դրա համար ես պարբերաբար քաղաքային հավաքականությունների ժամանակին տարբեր ֆորմատներում հայտարարում են, որ ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Երևանի ապագա իշխանություններին ոչ Երևանի, որ շատ բան տեսնելով որ ողջամտությունից անգամից օրենքից դուրս է, բայց այնպեսի ծավալի ներդրում արած, որ դու չես կարող միանգամից քանդել դա, նույն վերելած ջուրը պարբերաբար խնդիրներ է առաջանում, երբ որ դիմում ենք, աղաղակում ենք, որ ասենք ինչա պարբերաբար ջուրը կտրվում, կամ ինչի դուք ժամանակին կոյուղատար համակարգերը չեք նորոգում, մարդիկ էլ ասում են, երբ որ կառավարումը հանձնել եք մեզ, դուք մեզ չեք ասել, որ քաղաքի այսքան մեծանալու է, այսինքն մեզանից մի նեղացեք, գումարած բնական ճանապարհով գլոբալ տաքացման արդյունքում աղբյուրների հետ կապված քաղաք մտնող ջրի լիտր վարկյան այդ հարաբերակցությունը զգալիորեն նվազել է եւ բնական եղանակով եւ պահանջարկն ավելացել դրա համար քաղաքում հատկապես ամռան ամիսներին պարբերաբար ջրանջատումներ ա լինում եւ ամռան ամիսներին լինում է մեր այսպիսի մղձավանջ որ երբ օրինակ կոնկրետ վերսած թաղամասում էլեկտրաէներգիան հեծի պատճառով անջատվել ջուրը անջատվել է վեոլա ջրի պատճառով հա այդտեղ ասենք մատ ուրվականային իրավիճակը ոչ լույս կա, ոչ ջուր կա, սվետաֆորները չեն աշխատում։ Հիմա ասֆալտն էլ արդեն չի լիֆտը չի աշխատում, ջրափոսեր է տեղ, ոսպես էս որտեղ է։ Նորեր որ ասում է մարդը բանս կտրես, չգիտեմ ինչ կտրես, կնիկը լույսը կտրես, չէ։ Հա, ոսկե ցելիկն է։ Հա, ոսկե ցելիկի մեջ, հա։ Դերի վետ վիճակ։ Մարդը հացս կտրեց, կինը ջուրը։ Հա։ Պարոն Սուքսյանյան, Մայր Հայաստանը մի նոր մշակույթ էլ փաստորեն ներդրեց ավականու գործունեության մեջ, երբ քաղաքացու շահերը պաշտպանում է դատական կարգը։ Այո։ Օրինակ դուք կարմիր կետագծերի հետ կապված եք դիմել դատարան 2 անգամ կարծեմ դատը շահել եք, բայց այս աներես փոքրամասնության իշխանությունը միևնույն է շարունակում է նույն որոշումները ընդունել, իմանալով, որ հակաօրինական որոշում է կայացնում եւ թանկացնում է այդ կարմիր կետագծերը։ Հետո տրանսպորտի թանկացման հետ կապված ես հիշում եմ, որ շատ լայնածավալ ակցիաների իրականացնում եւ Մայր Հայաստանի հենց այդ պայքարի շնորհիվ էր նաեւ, որ իրենք չկարողացան 300 դրամ դարձնել եւ ստիպված իջեցրեցին 150 դրամի։ Այդ դատական գործընթացներից, հա, նաև ես հիշեցնեմ, որ այս տրանսպորտի թանկացման հետ կապված կարծեմ դուք ավականունիստ եք հրավիրել, իրենք չեք կարողացան։ Քաղաքային 10,000 Երևան։ Խիզախությունները նրանց չհերիքեց, որովհետև ակնհայտորեն տրանսպորտը թանկացնելու այդ պատճառները, որոնք ինքնին բերում էին, հիմնականում կապված է կանխիկի հետ։ Իսկ կանխիկի հետ կապված զանազան մսխումները եւ յուրացումները թելերը տանում են դեպի իրենց։ Եթե իրենք վստահ լինեն իրենց վերած փաստարկների մեջ, իրենք ուզում են ասենք դիցուկ մենք իշխանության ենք ունենք ինքնություն, ինչ որ մի թեմայով անընդհատ բերում է նիստի նախաձեռնություն։ Ես այնց հոգնել կգնամ, եթե ես ամուր եմ տեսակետ։ Խոցելի ոչ մի բան չունեմ, ոչ մի արահետ դեպի ինձ չի բերում։ Ամենահիմնական թեման այն էր, որ երբ որ դու ուզում ես հաշվել ինքնարժեք ուղևորավարձի, դու պիտի ունենաս ամենակարևոր ելակետային թիվը մեկ օրվա ընթացքում ուղևորակ փոխադրումներ, քանի հոգի օգտվում, որ դու հասկանաս այդ ծախսը քանի հոգու վրա բաժանես։ Եթե դու այդ թիվը չունես, իսկ իրենք չունեն։ Կարծեմ Մայր Հայաստանի հաշվարկով 70 դրամ էր, չէ, 70-ից 100 դրամ էր։ Դու մաքսիմում 100 դրամի մեջ կարող եք տեղավորվել դա։ Մենք պարբերաբար բացաձայնում ենք, այդ Երևան ավտոբուս փբերու պարբերաբար գործադուլներ մենք գնացել ենք եւ հերոստա տեսախցիկների առաջ եւ ծեսագրվող ուսակցություններ ենք ունեցել։ Այդտեղ այնպիսի բաներ են ասել ավտոբուսի պարկի տնօրեն Հարստանա թողի գնա Ամերիկա, վառելիքի հետ կապված, չգիտեմ, տեղ սպասարկման հետ կապված, պահեստամասերի հետ կապված, մսխումներ, չգիտեմ ինչեր, ու աղաղակում ես ավականունիստի ժամանակ, ու մի որևէ ցերիվապահ չի գնում, մտնի այնտեղ, ասի ավականունիստի ժամանակ սենց բան անցել, հələ տենամ, այս ինչա կատարվում ստեղ, որ այստեղ կատարվողին հղում անելով այնտեղ տրանսպորտին է
Ամենայնպես իշխանությունը չի սպառնում, որ իրավաբանները գնան։ Երթում էին իրենք, հա, ասում էին, որ մի խոսքով 300 դրամ պիտի լինի, անհնար է 300 դրամից չպիտի իջնի, հենց Ավինյանը ինքն էր հայտարարում, բայց եթե հիշում եք, մեկ օր անց միանգամից ասեց, որ չէ, ամեն դեպքում մենք 150 դրամ պիտի իջեցնենք, որովհետև նաև պայքարի արդյունքում Մայր Հայաստանի ու քաղաքացիների ի պատիվ մեր քաղաքացիների, որոնք մեծամասնությամբ միացել էին այդ բոյկոտին, իրենք հասկացան, որ համակարգը կոլապսի է ենթարկվում եւ շատ ավելի մեծ իրենք կորուստներ են ունենում, միանգամից իջեցրեցին 150 դրամ ու այս առումով Ավինյանի սկզբունքայնությունը ես հավասարեցնում եմ Ախուրյանցի անոկար, չէ՞ մի հատ Այն Ախուրյանցի անուն, որ սկզբից ասում էր, ես ոչ մի դեպքում վարչապետ բան չեմ ճանաչում, Նիկոլ չկա բան, հետո հաջորդ օրն ասում էր Նիկոլը իմ վարչապետն է։ Ես առաջարկում եմ այդ տեսանյութը դիտենք իրար հետ ու շարունակենք հետո մեր զրույցը։ Ես վստահ եմ, որ շատ ավելի հեշտ կլիներ, ասենք, որ եկեք 150 դրամ սարքենք մի տոմսի գինը, բայց դա ճիշտ չի։ Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս։ Մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Օրգանիկ այնից է մեզ կամ փոխდა Փաշինյան ընտրեց, ես Փաշինյան չեմ ընտրել։ Ես եմ ընտրում երատես ընտրություն շատ եմ փոշմանի։ Ես ներողություն խնդրեմ պարոն Փաշինյանից։ Նախ շնորհակալություն իր գործերի համար։ Իր հայաց ամենալավ բաների համար։ Պարոն Փաշինյան, ես չեմ հասկացել ինչ եմ խոսացել, հիմա բարգած եմ եղել, խոսացել եմ, սխալ եմ եղել, խնդրեմ ներող եղեք, Ախուրյանից եմ, անուն եմ, ինչ եմ, ես Փաշինյանից եմ, ես ուղղակի տակության մեջ ընկած չեմ հասկացել, թե ինչ եմ խոսացել, եղել ես վարչապետ, կմնաս վարչապետ ու կերնես վարչապետ, իմ վարչապետը Փաշինյան։ Իրավի քպիական սկզբունքայնություն էր, մարդ կարող է հիանալ, էլի, կարելի է անվերջ նայել, ասենք, կրակին ու քպականների սկզբունքայնությանը, էլի։ Այդտեղ ինչ տեսանյութը ասվածի վերաբերյալ կուզեի կատարես հավելում, որ երբ որ իրենք 150 դարձրեցին, ներողություն 300 դարձրեցին 150, իրենց վերած արգումենտացիայի մեջ ասում են հիմա 150 է, բայց ամեն տարի աստիճանաբար պետք է ավելանա ոչ պակաս քան 10 դրամով։ Հիմա երբ որ 25 դեկտեմբերին բերեցին նորից տեղական տուրքերի եւ վճարները, մենք փնտրում ենք այդ 10 դրամի թանկացումը բերել են, ու իրենք չեն բերել։ Եվ մենք ունենք հիմնավոր կասկած, որ դա կապված է տախնդրական տարվա հետ։ Այսինքն մյուս տարի, պարոն Սուքասյան, կարող է 20 դրամ Եթե աստված մի առաջ բարձավանջը շարունակվի, թող քաղաքացիներ իմանան, տրանսպորտը էլի է թանկանալու։ Ես ուզում եմ դա բոլորը ֆիքսել։ Լավ, պարոն Սուքասյան, փորձենք ավարտել տրանսպորտով էլ ավարտենք, որովհետև շատերը օգտվում են, եւ օրինակ ես էլ անձամբ օգտվում եմ կենտրոնիչներից, որովհետև համարում եմ, որ մեքենայով կենտրոնիչները դա մի հատ սարսափելի մեծ փորձություն է, էլի։ Եվ հասկանում եմ, որ տրանսպորտի վիճակը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր են օգտվում, սարսափելի նյարդային ինչ-որ ջղացիկումներ կարող է առաջացնել, հատկապես պիկ ժամերին։ Այսինքն իրենք ինձ ասում էին որ թանկացնենք նորմալ տրանսպորտ ունենալու օգտվելու, բայց ես ոչ մի տարբերություն ըստ էության մեծ առումով չտեսա էժան տրանսպորտի ու թանկացրած տրանսպորտի մեջ։ Այս հիմա ինչ որ խոստումներ կան, ավականու ինչ որ բան քննարկում է, որ ասենք, չգիտեմ, իրենք ընդհանրապես իրենց կարողացած այն էր, որ Աչափնյակ մետրոյի փողը կտրեն տան արագարակ տրոլեյբուսներ առնել, որ այդ բանը մետրոյի կայարանը այս նախընտրականից ընդառաջ այդ կառնավալի նման բերեն այդ ավտոբուսները, տրոլեյբուսները մտցնեն քաղաք, տեսեք ինչ է կատարում։ Ինչ վերաբերում է ձեր ասած այդ մղձավանջին, որ հատկապես երեկոյան ժամերին թե կանգ առնելու ինչ է կատարվում, երբ որ անցնում տեսնում ես այդ մարդկանց այդ ճարահաճար կանգնած վիճակը, ակամայից հիշում ես մեր բոյկոտի ժամանակ Միկին այսպես այդ գազելները որ տարփողում էին գազելները որ այդ մատքին շատ դավաց նախկինում կռացած է խալխի մարդին գրկաստուն գնում հիմա կանգնած եմ խալխի մարդին գրկաստուն գնում երբ որ փողոցով անցնելուց կանգ առնում տեսնում ես ասենք հատկապես բժշկական համալսարանի մոտ շրջանային տարբեր տեղեր 100-150 հոգի այսպես հուսահատ ճարահաճար կանգնում է կես ժամ 40 րոպե կամ կնստի կամ չնստի մոտ տակամայից հարց առաջանում լավ այս մարդիկ ինչքան են պատրաստ սա հանդուրժել ներել համակերպվել
այդպես անտանելի ամարտկային պայմաններով երթևեկել, բայց որպես իմ իսկ կողմից հնչեցված հարցադրման պատասխան պիտի ասեմ, որ հունիսի 7-ին գալու է կանգառներում հուսախաբորեն կանգնած քաղաքացու վրեժի ժամանակը եւ հունիսի 7-ին այդ կանգառում կանգնած քաղաքացին իր թարսապտակը տալու է թե քաղաքային իշխանությունին, թե քաղաքացիական պայմանագրին, որովհետեւ տնից սկսած, տրանսպորտից սկսած, աշխատավայրով շարունակած, խանութների թանկացումներով վերջացրած, կյանքը դարձել է անտանելի, գումարած թուրք-ադրբեջանական այն մողամը, որը տարածվում է հմեկով եւ այլ քարոզչական միջոցներով։ Այս լավ նոտայի վրա էլ ավարտենք, իմիջիալոց ամեն ինչ թանկանում է, օրեցօր թանկացումներից խոսեց պարոն Սուքիասյանը, տավարի միս օրինակ վերջին շրջանում 200 դրամով թանկացել է, որովհետեւ տավարը Հայաստանում կրճատվում է աներևակայելի տեմպերով։ 4 կոտանի տավարը։ 4 կոտանի տավար։ Խոշոր երջի։ Ես մի հատ գրառում եմ արել, տակը մեկը գրեց, ասես չի կրճատվում, որոշները պաշտոն են ստացել դրա։ Այս նոտայի վրա արեկնաց երևի ավարտենք։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար պարոն Սուքիասյան, իսկ մեր դիտողներին եւս մեկ անգամ հորդորում ենք, որպեսզի միանաք մեր Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, հավանեք, տարածեք, մեկնաբանեք, մի խոսքով միանաք մեզ, որպեսզի միասին մենք փոխենք երկրում տիրող այս խայտառակ իրավիճակը։ Միացեք, որ փոխենք։ Փոխենք։